Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Գրեթե մեկ դարյա գործունեության ընթացքում կազմակերպությունը հետևել եւ համեմատել է տարբեր ընտրական գործընթացներ։ Կազմակերպության համակարգող Արևիկ Հովհաննիսյանի խոսքով ընտրությունից ընտրություն նկատվում են դրական փոփոխություններ, հատկապես լսողության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման առումով։ Նրա խոսքով ընտրական գործընթացի բոլոր փուլերում, թե նախընտրական, թե հետընտրական, առանցքային նշանակություն ունի տեղեկատվության մատչելիությունը, այդ թվում ժեստերի լեզվով թարգմանված տեղեկատվական նյութերի առկայությունը։ Տարիների ընթացքում այդ պրոցեսը կարելի ասել առաջընթաց է ապրել։ Եթե մենք հաշվի առնենք մոտավորապես 10 տարի առաջվա ընտրությունները, ապա լսողության խնդիր ունեցող անձանց համար չկար այսպիսի լայն հնարավորություն ստանալու ժեստերի լեզվով թարգմանված տեսանյութեր։ Այդ տեսեք օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարվել եւ նաեւ ինչու՞ չէ քաղաքասարակության տարբեր կազմակերպությունների կողմից թարգմանվել են բազմաթիվ տեսանյութեր եւ ուղղորդող նյութեր եւ իրազեկող նյութեր, բնականաբար սա առաջընթաց է։ Արևիկ Հովհաննիսյանը նշում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ինչպես պետական մարմինները, այնպես էլ տարբեր կազմակերպություններ փորձել են ընտրություններին վերաբերող իրազեկման նյութերը հնարավորինս հասանելի դարձնել լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Միաժամանակ ընդգծում է հնարավոր էր անել ավելին, ապահովելով առավել ընդգրկուն հասանելիություն։ Կազմակերպության համակարգողն անդրադառնում է նաև լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների մասնակցությանը ընտրություններին, նշելով, որ այդ ուղղությամբ շարունակական աշխատանքների անհրաժեշտություն կա։ Լսողության խնդիր ունեցող անձանց մասնակցությունը վերջին տարիների ընտրություններին ավելի շատ է, բավականին մեծ է առաջընթացը, երևի թե եւ ծանոթ են ծրագրերին եւ փորձում են ծանոթանալ նախընտրական փուլում արդեն կուսակցությունների եւ այլ դաշինքների ընտրությունների ընտրական ծրագրերին, նախընտրական ծրագրերին եւ շատ ավելի կարեւոր կլինի, եթե ուղղորդումներ չլինեն կոնկրետ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված, այսինքն հաշմանդամություն ունեցող անձը չդիտարկվի անձ, ում կարելի է ուղղորդել ընտրել այսինչ անձին կամ այսինչ կուսակցությանը։ Հենց դրան ուղղված մի քանի քայլեր մենք ենք ձեռնարկել, դասընթացներ, հանդիպումներ, իրազեկող տեսանյութեր, որ քո ընտրությունը, քո իրավունքն է եւ կապ չունի հաշմանդամությունը, կապ չունի լսողության խնդիրը, դու կարող ես կատարել քո ընտրությունը ըստ քո ցանկության։ Արևիկ Հովհաննիսյանը կարևորում է նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր կողմերի դիտորդների, ընտրական հանձնաժողովների անդամների եւ հաշմանդամություն ունեցող անձանց նախապատրաստումը։ Նրա գնահատմամբ այս առումով Լուսաստղ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը կարևոր եւ անհրաժեշտ նախաձեռնություն է։ Եթե մարդիկ ընտրություններին նախորդ տարիներին գնում էին առանց իմանալու, թե քանի կուսակցություն է մասնակցում կամ ինչպես պետք է ընտրական process-ին մասնակցեն, ինչպես պետք է ծալեն, թե չծալեն այդ քվեաթերթիկը, պետք է նշում արվի, թե ոչ, այս ամբողջ process-ների վերահսկելը, այս ամբողջ process-ների կազմակերպելը, դասընթացներ իրականացնել, դրանք միայն նպաստում են ճիշտ ընտրություններին։ Իսկ մատչելի ընտրություններին ուղղված ծրագրերը դրանք առավել կարևոր են հենց հաշմանդամություն ունեցող անձանց համար, որովհետև նպաստում են եւ նրանց մասնակցությանը ընտրություններին, եւ մինչեւ ընտրությունների նախընտրական փուլում նրանց մասնակցությանը եւ դիտարկումներին, չէ՞ որ հենց հաշմանդամություն ունեցող անձինք են դիտարկում, թե որ ընտրատարամասն է մատչելի է, թե մատչելի չէ, եւ սա նպաստում է, որպեսզի մենք հետագայում արդեն ունենանք այդ դիտարկումները եւ ավելի կազմակերպված ընտրությունների մասնակցենք։ Ամփոփելով Արևիկ Հովհաննիսյանն ընդգծում է, որ ընտրական գործընթացների առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է պետական համակարգի, մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության սերտ համագործակցությունը։ Նրա խոսքով հասարակական կազմակերպություններն արդեն իսկ քարտեզագրել են ոլորտում առկա խնդիրներն ու կարիքները, եւ այդ փորձի կիրառումը կարող է նպաստել առավել ներառական եւ մատչելի ընտրական գործընթացների կազմակերպմանը։